Պարոն Բեգոյան, երեք գործակարգավարական նիստի ընթացքում հայտարարվեց, որ այս զինամաքրման աշխատանքներով պայմանավորված աղ ու ավազ են օգտագործվել եւ որի հետևանքով փոսեր են առաջացել։ Ինչ ժամկետներում տեղյակ եք դրանք հնարավոր կլինի վերացնել, որովհետեւ ամեն օր քաղաքացիները դժգոհում բողոքում են, որ այդ փոսերի պատճառով վնասում են իրենց մեքենաները։ Ճիշտ ասած հարցի տիրույթում չէ, բայց շին բարեկարգման վարչության տիրույթում է, բայց տեղյակ եմ, որ միջոցները ձեռքառնում են հնարավորինս արագ այդ փոսալցման աշխատանքները կատարել։ Քանի որ ձեր հիմնարկը եւս օգնել է ԵԱՍՄ հիմնարկին, ուզում էի հասկանալ ինչ ծավալով աղ ու ավազ է կիրառվել, որ այս աստիճանի են փոսերը ամբողջ Երևանի։ Իմ տվյալներով իհարկե ԵԱՍՄ հիմնարկի տնօրենը կասի, բայց կարծեմ թե 10,000 խորանարդ մետրին հասնող նման մեծ ծավալներով աղ ու ավազ է օգտագործվել, եթե չեմ սխալվում 10-ից 12,000 խորանարդ մետր, որտեղ մենք գիտենք, որ ի տարբերություն մնացած տարիներին ձյան շատ էին եւ բավականին, եթե նախորդ տարիներին 1-2 անգամ էր, այս տարի բավականին շատ ձուն տեղաց, ինչը իհարկե շատ լավ է, բայց ամեն դեպքում կապված այդ հանգամանքով բնականաբար օգտագործվեց մեծ քանակությամբ աղ ու ավազ, որը իհարկե համաձայն եմ ձեր հետ հիմա էլ խնդիր է առաջացնում, հիմա էլ պետք է այդ ավազը հավաքենք փողոցներից, ինչի աշխատանքները արդեն ԵԱՍՄ-ն իր մասով է սկսել, մենք էլ մեր մասով ենք սկսել։ Պարոն Բեգոյան, անցած տարիներին նույնպես չէ օգտագործվել է աղ ավազ, ինչով է պայմանավորված, որ հենց այս տարի այդ նման փոսեր առաջացան ասֆալտի։ Սա ինչի մասին է խոսում, ասֆալտի անարագության, թե գուցե այլանի։ Օգտագործվել է, բայց այլ բան է, երբ որ տարին մեկ անգամ է օգտագործվում, այլ բան է, երբ որ տարին 10 անգամ, տարին չէ, ձմեռվա ընթացքում 10 անգամ է օգտագործվում, ինչքան շատ կարծում եմ այդ աղի լուծույթը ներքաշվում է, հա, ասֆալտում առկա ճայքերի արանքից, այնքան ավելի վատ ասֆալտի համար։ Ես կարող եմ սիրողական մակարդակով պատասխանել այդ հարցին, որովհետև չեմ տիրապետում հիմնական պատճառներն ինչու։ Տեղյակ եք Տիգրան Ավինյանը նոր լուծումներից էր խոսում, որ հաջորդ տեղումներին այդպես մշակեն փողոցները, ինչ մասին է խոսքը, բուրըն այսպես ծիծաղելի հիմնականում մեկնաբանություններ կային Ավինյանի այդ հայտարարության տակ, ջրի լուծույթի մասին է խոսքը, որ ասում էր։ Ծիծաղելի որևիցե բան չեմ տեսնում, բազմաթիվ քաղաքներ կան, եթե չեմ սխալվում ժամանակին էլ, հիմա չեմ կարող ասել, Մոսկվայում հատուկ հեղուկներ էր օգտագործվում, որպեսզի ուրեմն այդ զինամաքրման աշխատանքներ, սառույցի դեմ, հա, պայքարելու աշխատանքներն իրականացվի։ Պարոն քաղաքապետը այո տեղյակ եմ, խոսում էր նրա մասին, որ փորձարկենք, երբ զոնը սկսում է նոր տեղալ, հա, եւ դեռևս ասֆալտի մակերևույթին ձյան չկա, փորձենք այդ հատվածում աղալուծույթի պարունակություն շախտանք, հա, ասֆալտի վրա եւ տեսնենք ինչ կստացվի, որովհետեւ որոշ քաղաքներն այդպիսի մեթոդներ են օգտագործում, որքան տեղյակ եմ, դա մեկ հատվածում, հա, որևիցե տեղ, եթե այս տարի ձնտեղա պետք է որ փորձարկվի, եթե լավ արդյունքներ ունենա, միտքը պարոն քաղաքապետի հետևյալն է, որ եթե լավ արդյունքներ ունենա, ապա հաջորդ տարիներին մենք չենք սպասի մինչև ձյան շերտը նստի, այլ հենց ձյան տեղումների սկսվելու պես այդ փողոցները կպատենք այդ աղաջրով, եթե կարելի է այսպես ասել։ Պարոն Բեգոյան, երեք նիստին մեծ գոհունակությամբ խոսում էիք ձեր կատարած աշխատանքի մասին, թե ինչ մեծամասշտաբ ծառատնկումներ եք իրականացրել։ Օրինակ, Դալմայում ես չեմ կարողանում գնալ եւ տեսնել Նյու Յորքի այգիների նման այգիներ։ Տեսեք, Դալմայի այգիները ճիշտ եք ասում, որ չեք կարողանում տեսնել, որովհետև այդ աշխատանքները բավականին մեծ են, խոսքը գնում է 250 հեկտար տարածքի կանաչապատման մասին եւ ոչ միայն կանաչապատման, որպեսզի այգին, քաղաքային ուրբան անտառը ունենա նաեւ ֆունկցիոնալություն, տարբեր ենթակառուցվածքներ, դա պահանջում է բավականին մեծ ներդրումներ, միլիոնավոր դոլարների, ես իհարկե։ Բայց դուք եք խոստացել։ Դալմայի այգիները Երևանի քաղաքապետարանն է խոստացել եւ պատրաստվում է Երևանի քաղաքապետարանը դա անել ներգրավելով
կազմակերպությունների եւ ներդրողների դա անել այդ միջոցների հաշվին։ Այդ մեծ ծավալի աշխատանքները մենք չենք կարող իրականացնել, որտեղ այնտեղ բազմաթիվ ուրեմն բաներ են նախատեսված, հա, որպեսզի հարմարավետություն ապահովեն բնակիչներին եւ այսպես շարունակ շինարարական աշխատանքներն անհրաժեշտ, հետեւաբար կներեք, բայց սխալվում եք, Դալմայի այգիները նախատեսված է որպեսզի ներգրավեն ներդնողներ եւ այդ միջոցների հաշվին իրականացնեն այդ այգու կառուցումը։ Բայց ինչու եմ Մեր ավելի սխալվում։ փոքր տարածքով այգիների մասին է խոսքը 3 Լվովյան Մյասնիկյան փողոցին հարող այդ ամբողջ տարածքի մասին է, որ հասնում մինչև կենտրոնաբանական այգի շուրջ 35 հեկտար, տեղադիրքը շատ կարևոր է, մենք պետք է հաշվի առնենք նաև օդի տեղաշարժման այդ օդի վարդ է կոչվում։ Օդի տեղաշարժման ուղղությունները հետևաբար կարող եմ ասել, եթե այդ այգին գոյություն ունենա, նա գտնվում է հենց քաղաքին այն օդային, հա, Մյասնիկյան օդային խողովակի մոտ, որով օդ անցնելով այդ այգու վրայով բավականին մեծ նշանակություն է ունենալու կենտրոն վարչական շրջանի օդի աղտոտվածության դեմ պայքարի միջոցառումների ցանկում։ Պարոն Բեգոյան, ես չեմ սխալվում, դուք եք ասել, որ Նյու Յորքյան այգիների պես այգիներ ենք ունենալու Երևանում։ Դուք նկատի չունեմ ձեր քաղաքային իշխանությունը։ Քաղաքային իշխանությունները այո ասել են եւ դա պատրաստվում են անել ներդրողների միջոցով։ Այնտեղ հասկանում եք միայն այգի չպիտի լինի, տարբեր ենթակառուցվածքներ պիտի լինեն։ Միգուցե ժամանցային վայրեր, այդտեղ անտառ չի նախատեսվում, որ կարողանանք կանաչապատումը միայն իր ռեսուրսներով անի։ Մինչ այդ այգու տեղադրումը երևի տարիներով այնտեղ անհրաժեշտ է որոշակի շինարարական աշխատանքներ կատարել, ենթակառուցվածքներ ստեղծել, միգուցե ինչ-որ ամֆիթատրոններ, միգուցե ինչ-որ սպորտային կետեր, ծրագրի հետ, ծրագիրը այժմ հայտարարված է, եթե չեմ սխալվում, մրցույթ նախագծման, այն կնախագծեն, հաղթողը կլինի, այն ժամանակ պարզ կլինի, թե որ կազմակերպությունը ինչպիսի ուրեմն տեսլական է ունեցել այդ այգու հիմնման, եթե չեմ սխալվում, ծրագրի նաև ցանկություն էին հայտնել մասնակցելու Արաբական Միացյալ Էմիրություններից, այսպես նախագծող կազմակերպություններ եւ միգուցե մի շարք այլ կազմակերպություններ, նաև արտասահմանից, թե նախագծումից հետո Երևանի քաղաքապետարանը որ մեկին առավելություն կտա, կարծում եմ կլինի քննարկում, այդտեղ կորոշվի, թե որ նախագիծն է ավելի մեր սրտի մոտ, եթե կարող եմ այսպես ասել։ Եթե գաղտնիք չէ, դուք տարեվերջին որքան պարգևավճար ստացաք։ Ես ստացել եմ, եթե չեմ սխալվում, 2 անգամ պարգևավճար, տարեվերջին մեկը ակտիվ քաղաքացի հարթակի այդ աշխատանքներում ճանաչվելով որպես քաղաքացիներին բավականին այնտեղ գնահատվում է, հա, քաղաքացիների նաև կողմից, թե մեր պատասխանները որքանով են արվել քաղաքացիներին, մեկը այդպես առանձին հրամանով քաղաքապետի հրամանով, մյուսն էլ որպես 17-րդ աշխատանք։ Որքան թիվը չեք Իմ նշում։ աշխատավարձի չափ։ 700,000։ Իմ աշխատավարձը թույլ տվեք թող մնա։ Մի առիթով ասել եք, որ ավելի քան 700,000 ստանում եք։ 2 անգամ 700,000 դրամ եք ստացել։ Հիմա ամենակարևոր հարցը դա ես ասում եմ 2 անգամ մեկ աշխատավարձի չափով պարգևատներ ստացել։ Շատ է, ամիսներ առաջ երբ քաղաքացիների հազանգով ես դիմել էի ձեզ եւ մասնավորապես Ազատության պողոտայում խողովակների մաշված լինելու հետևանքով ամբողջ Ազատության պողոտան պատված էր ջրով, ես ձեզ դիմեցի, դուք ասացիք, որ մրցույթ է հայտարարվել, քանի որ խողովակները ապահովում մաշված է եւ պետք է նոր խողովակներ անցկացնել, հա, որտեղ կասեք ինչ փոխում է։ Շատ կարևոր ծրագրի մասին եք խոսում, պետք է նշեմ, որ այո, մեկնարկել են այդ աշխատանքները, շինարարական մրցույթը կայացել է եւ շինարարը այս պահին իրականացնում է խողովակի փոխարինման աշխատանքներ։ Պետք է նշեմ, որ խողովակը 500 մմ-անոց
եթե կարելի է ասված հիմնական մայր Երևան քաղաքը սնուցող խողովակներից մեկն էր, որը բացարձակապես անպիտան էր դարել եւ օրական ռեժիմով Ազատության պողոտայում տարբեր տեղեր ունեինք վթարներ, խողովակը ամբողջությամբ ցանց էր, հիմա էլ հանել ենք, մենք ինքներս նույնիսկ չենք պատկերացել, թե խողովակը ինչ վատ վիճակում է եղել։ Այս պահին ընթանում են շինարարական աշխատանքներ, 50-ամյակի հուշարձանից արդեն խողովակաշարը հասնում է Լամբադա կոչվող մոստի մոտ, այդտեղից պիտի բարձրանա հասնի մինչև նախկին լամպերի գործարան, որտեղ ջրամբար կա, Երևան ջոյին պատկանող, եթե չեմ սխալվում, որտեղից այդ խողովակով կմիացվի այդտեղին եւ արդեն կտրվի համապատասխան թևեր յուրաքանչյուր ուրեմն խաչմերուկների մոտ եւ խողովակը սպասարկում է Զեյթուն, Քանաքեր Զեյթուն, Արաբկիր եւ կենտրոն վարչական շրջանները աշխատանքները նախատեսում ենք, որ կավարտենք մինչև ուրեմն բորոքման սեզոնի սկսումը, այն է մայիս ամիսը եւ մենք վերջնականապես լուծած կլինենք այդ հարցը եւ դրա կառուցումից հետո կարծում եմ քաղաքացիները վստահաբար կտեսնեն դրա արդյունքները, որովհետեւ այն ջրի ճգնաժամը, որ չէր հասնում հատկապես կենտրոն վարչական շրջան եւ Արաբկի վարչական շրջան, այս աշխատանքներով պայմանավորված դրանք կունենան լուծում եւ Կոմիտասի պողոտան դրան հարող թաղամասերը, ինչպես նաեւ կենտրոն վարչական շրջանի մի զգալի մասը, մոտ կեսը եւ Քանաքեր Զեյթունի կեսը բավարարված կլինեն ջրի անհրաժեշտ